ողջտոված Գյումրի երկուսից եք խոսում, կանխելու ենք, այնպիսի տպավորություն է, որ մեծագույն հանցագործությունը իշխանությունը փորձում կանխել, հատկապես որ նմանատիպ սցենար դուք իրականացրել եք, նկատի ունեմ քաղաքական թիմը Երևանում, երբ որ ձեր քաղաքապետի թեկնածուն 8-9% էր հավաքել եւ միանձնյա չէր կարողանում քաղաքապետ դառնալ, նրան օգնեց Հանրապետություն կուսակցությունը, հանրային ձայնից եղան ավականիներ, հետևաբար, ինչ խնդիր կա, եթե օրինակ ընտրական պրոցես է, որի ժամանակ կարող ընդդիմադիրները միավորվեն եւ այլն, ինչն եք ուզում կանխեք։ Նախ խնդրեի փաստական սխալներ չանել, քաղաքացիական պայմանագիրը Երևանում, եթե չեմ սխալվում, 33% էր հավաքել, ոչ թե 8-9%։ Երկրորդը Երևանում 9%։ Հարգելի գործընկերներ, ձեռ եք Հաջորդը հանցագործություն չի ընտրություններում հետընտրական կոալիցիաներ ստեղծելը, ձևավորելը եւ իշխանություն դառնալը, դա նախատեսված է ուղիղ ընտրական օրենսգրքով։ Հանցագործությունը կաշառակերությունը։ Սա մեկ, երկրորդը ոչ անպայման է, որ ամեն ինչ, որ հանցագործություն չի, լավ բան լինի։ Հիմա մենք համարում ենք, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է եւ դա պետք է կանխել։ Արդյոք դա հանցագործություն է ինքնին, եթե արդար ընտրվեն հանցագործություն չի, բայց շատ վատ բան է, որ օրինակ, այն որ մի ընդհատեք ինձ էլի, չէ, Երևանում Քոչարյանն ու օլիգարխները չեն եկել իշխանության։ Օրինակ, Վարդանիկը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ինչի արդյունքում, երբ որ Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանական եւ ռուսաստանցի օլիգարխական մի քանի ուժեր բաժանվեցին մի քանի բլոկերի եւ հետընտրական համագործակցությամբ Վարդանիկը ընտրվեց քաղաքապետ, ինչը ինքնին հանցագործություն չէր, բայց դրանից ուղիղ 6 ամիս անց Վարդանիկը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով։ Հիմա ինչ կլինի տարբերությունը, եթե Քոչարյանն ու երկու օլիգարխները տարբեր բլոկների բաժանված հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն եւ գան իշխանության, կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որպեսզի իրավապահները անեն իրենց գործը։ Եվ հետևաբար ինչպես է պետք կանխել այս սցենարի իրագործումը։ Մարդիկ Քոչարյանի եւ երկու օլիգարխներին պիտի տան 0 քվե, որովհետև Քոչարյանն ու օլիգարխները մենք տեսել ենք ինչպիսի իշխանություն են եւ ես կարծում եմ մենք չենք ուզում նման իշխանության կրկնել։ Հիմա խնդրում եմ ներողություն, հարգելիներ, ես ձեր համար բայց թողնեք մի հատ։ Հիմա չէ ներողություն, հիմա խնդրում եմ հերթով հարցնել։ Սենք այս ժողովրդավար ենք, հաջորդ հարցը։ Կամքի վրա եք գործում, Ինչ։ ասում եք ժողովրդի կամքի վրա եք փաստորեն ազդում, ասում եք 0 ցանտ։ Սիրելի լրագրողներ, ինձ թվում է հարցերը մեկ-մեկ պետք է մնան ոչ աբսուրդային ժանրում։ Ես քաղաքական գործիչ եմ եւ կոչ եմ անում մեր քաղաքական հակառակորդներին քվե չտալ։ Ինչ աշխատում ես ժողովրդավար չեմ։ Հա, բան 37 թիվն է, բան եմ անում, սպառնում եմ, հա, ձեռը Եթե քվե տան, ինչ եք անելու։ Եթե քվե տան, ուրեմն դա ժողովրդի ընտրությունն է, բայց ես չեմ կարծում, որ ժողովուրդը պիտի, բայց ես չեմ, երբ որ ես ասում եմ թույլ չենք տալու, ես նկատի ունեմ մենք եւ ժողովուրդը մեր քվեով թույլ չենք տալու, որպեսզի Քոչարյանը երկու օլիգարխները դու հիմա դա եղել է, ինչը հիմա դուք ինձ մեղադրում եք, որ մարդիկ ընտրել են այս կամ այն կուսակցությունը։ Շատ լավ, եւ մենք հարգում ենք մարդկանց ընտրությունը։ Բայց մենք չենք հարգում օլիգարխատը, առանձնապես չենք հարգում պարոն Քոչարյանի ներողություն իհարկե խնդրում եմ։ Պարոն Ռուբինյան, չվիրավորվեք դրանից։ Ձեզ պատկերացնում եք դիմադիր խմբակցության պատգամավոր։ Մենք կարծում ենք, որ մենք նպատակավորված ենք, որպեսզի 26 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Եվ նաև պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ երկու օլիգարխները եւ ընդհանրապես բոլոր օլիգարխները պետք է մեր թիմում օլիգարխ կա, պետք է բոլոր օլիգարխները դուրս մղվեն քաղաքական դաշտից։ Դուք չլինեք իշխանություն, դուք ձեզ պատկերացնում եք ընդդիմադիր պատգամավոր։ Ինձ թվում է ձեր հարցը կներեք իհարկե, բայց տավտոլոգիա է, պարզ է, որ եթե մի ուժ իշխանություն չի, ուրեմն ընդդիմություն։ Ներողություն, մի րոպե էլի ժողովուրդ ջան։ Պարոն Ռուբինյան, տեսեք օլիգարխի դասական ձևակերպումն է, որ մարդը, որը բիզնեսմեն է, մեծ լծակներ ունի տնտեսության վրա, նա
նաև կարողանում է քաղաքականության վրա որոշումներ կայացնել եւ ըստ այդմ, եթե տնտեսությունն ու բիզնեսն ու քաղաքականությունը իր հետ փոխկապակցված են տվյալ անձի որոշումները ազդեցություն ունեն, նա է օլիգարխ։ Հիմա եթե դուք օրինակ այս բացատրությանը չեք հավատում, նաև Նիկոլ Փաշինյանի ասածներին չեք հավատում, որ 2018-19 թվականներին ասում էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Հիմա որ ասում եք Քոչարյանին եւ երկու օլիգարխներին թույլ չենք տալու գալ, ինչ օլիգարխ նկատի ունեք։ Գագիկ Ծառուկյանը Խոշոր գործարար է, որը ուզում է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա։ Կուսակցության ղեկավար է։ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, որը ստեղծել է կուսակցություն, դարձել է դրա ղեկավար եւ փորձում է ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Դրանք եւ սա օլիգարխի դասական սահմանում է։ Հիմա մենք կարող ենք, չգիտեմ, լեզվաբանական բանավեճ ունենալ, բայց ես վստահ եմ, որ բոլորը հասկանում են ինչ է նշանակում օլիգարխ եւ բոլորը հասկանում են, որ օլիգարխները չպիտի եւ կամ լավ չի լինի, որ հասնեն իշխանության։